Ես բնույթով այնպիսին եմ, որ անընդհատ ուզում եմ փորձեմ ամեն ինչ, ինչ որ նոր է ինձ համար, ինչ որ բացահայտված չի։ Ես հասկացա, որ դերասանի մասնագիտությունը ինձ հնարավորություն կտա այդ ամեն ինչը ունենալ իմ կյանքում։ 14 տարեկանից հետո հստակ ես գիտեի, որ ես ուզում եմ իմ կյանքում թատրոնը եւ կինոն, արվեստը տեղ գրավի։ Ու արդեն քայլեր ձեռնարկեցի, մինչև ինստիտուտ ընդունվելը։ Մի քանի ֆիլմեր կան, որոնց մեջ ուղղակի էպիզոդիկ հերոսներ եմ մարմնավորել եւ կարճամետրաժ ֆիլմում խաղացել եմ գլխավոր հերոսուհու կերպարը։ Գեղարվեստական ֆիլմում ավելի ծավալուն կերպարով հանդես եմ եկել, ցավոք սրտի ոչ հայկական արտադրության ֆիլմում ինձ բախտ վիճակվեց նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանվում էր Իրանում։ Պարսկական ֆիլմ էր, այնտեղ հերոսուհու կերպարն եմ մարմնավորել, ճիշտ է, երևի դեմքս ու արտաքինս ավելի սլավոնական է, այդ պատճառով հերոսուհին լինելով սլավոնացի, ինձ էլ նմանեցնելով այդ հերոսուհուն ընտրել էին ինձ։ Միակ ցավալի կողմն է, որ ես հայի կերպար չեմ մարմնավորել, բայց իհարկե այդ ամեն ինչը մի կողմ շատ մեծ տոն էր իմ համար լինել գեղարվեստական ֆիլմի հրապարակում։ Հիմա այս պահին առաջարկներ ունեմ գեղարվեստական ֆիլմի, որոնք ընթացքի մեջ են եւ հստակ չեմ կարող ասել, քանի որ գիտեք, ռեժիսորների միտքը անընդհատ փոփոխական է ու տվյալ կերպարի մեջ կարող են այսօր այս դերասանուհուն պատկերացնել, վաղը միանգամից կտրուկ ամեն ինչ փոփոխվի, այդ պատճառով հստակ չեմ կարող ասել տվյալ առաջարկները իրականություն կդառնան ինձ համար, թե ոչ։ Ինքս իմ բնույթով ավելի դրամատիկ եմ։ Հա, ես հնարավոր է անեկդոտ պատմեմ, ոչ մեկ չծիծաղեն, բայց ես շատ եմ սիրում ծիծաղել, անդադ ծիծաղում, ուղղակի անեկդոտ պատմել չի ստացվում։ Դրանից հետևություն, որ ես հումորային եւ կոմիկական կերպարներում կարող է անհետաքրքիր լինեմ։ Թե կինոյում, թե թատրոնում, թե ընդհանուր առմամբ էկրաններում ես կարծում եմ, որ ավելի դրամատիկ ավելի լուրջ կերպարների մեջ ինձ ավելի ճիշտ եւ մատչելի կզգամ։ Եթե ամեն ինչ ցենզուրայի մեջ է, ես երբեք չեմ ասա, այս դերը չեմ խաղալու կամ այս դերը իմը չի, ես չեմ պատրաստվում, ասենք, ծերանամ, կերպարանափոխվեմ կամ ես չեմ պատրաստվում իմ մազերը, ասենք թե սափրեմ գլուխս, եթե պետք է։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, հանուն ֆիլմի, հանուն արվեստի։ Այսինքն չկա իմ համար դոգմաներ, որևէ կերպար կլինի, ես կխաղամ, եթե դա չլինի, չեմ խաղա։ Ինձ համար ֆիլմում նկարահանվելը երազանք է, քանի որ մեզ մոտ, չգիտեմ, շատ քիչ ֆիլմեր են նկարահանվում ու շատ տխրությամբ եմ այս բառը ասելու, բայց մոնոպոլիա է ինքը դարձել ու կան հատուկ ինչ-որ սիրված դերասաններ ռեժիսորների կողմից, որոնք աշխատում են միշտ նրանց ներկայացնել, չգիտեմ, միգուցե PR-ն է այստեղ կարևոր, միգուցե շատ-շատ խնդիրներ կան, ես չեմ էլ մեղադրում, բայց ես շատ կուզեի, որ այսօր Հայաստանում որոշակի առումով մի քիչ ավելի լուրջ նայեն ու այն դերասանուհիները, որոնք այսօր ունեն պոտենցիալ ու ուժ ունեն ու ցանկություն ունեն ու էնտուզիազմով են լցված, իրանց հնարավորություն տրվեր, որ խաղային, թե չէ տարիները շատ արագ անցնում են, ես չեմ ուզի, ես դառնամ, ասենք, 50 տարեկան արդեն կնճռոտված արտաքինով ինչ-որ դերասանուհի կամ կին ու որի համար արդեն փակ կլինեն շատ ու շատ դռներ, թեկուզ հենց ֆիլմ արվեստում, քանի ես ունեմ ուժ, քանի ես ունեմ ցանկություն, ես շատ կուզեմ, որ ինձ կարող է հիմա ճիշտ բառ չեմ ասում, բայց շակերտավոր օգտագործեն իմ տվյալները, ինձ որպես դերասանուհի ու նկարահանվեն ֆիլմերում։ Իմ համար իդեալը Մոնիկա Բելուչին շատ տաղանդավոր դերասանուհի եմ համարում նրան։ Հոլիվուդյան աստղերից էլ իհարկե էլի մարդիկ կան, կանայք, որոնց արվեստը նայելով Մերիլ Սթրիփ նույն ինքը նայում եմ, հետևում եմ ու հիանում եմ, չգիտեմ, ինչքան պրոֆեսիոնալ են, ինչքան ճիշտ են աշխատում, չնայած ես կարծում եմ, որ ոչ միայն իրենք իրենցով են այդ ամեն ինչին հասնում, այլ այն խմբի, այն մարդկանց, ովքեր նրանց կողքին են, այն պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ նրանք կարողանում են հանդիսատեսին ներկայանալ այնպիսին, ինչպիսին մենք ընկալում ենք։ Ֆանտաստիկ ֆիլմեր չեմ սիրում նայել, չգիտեմ ինչի, այն ինչ որ հորինված է,
ինձ համար հետաքրքիր չի, այն ինչ որ իրական չի, ես ռեալ կյանքը արտահայտող ֆիլմեր եմ սիրում, որտեղ կա հոգեբանություն, որտեղ կա զգացմունք, որտեղ կա հայացք, որտեղ կան մարդկային ճիշտ հարաբերություններ։ Բնականաբար ժամանցային ֆիլմեր էլ ժամանակ առ ժամանակ նայում եմ, հետևում եմ ու ինձ կինոման եմ համարում, շատ եմ սիրում ֆիլմեր նայել։ Ամեն ինչ հենված է նրա վրա, ինչպես անեն, որ շատ PR ունենան, ինչպես անեն, որ շատ վաճառվի, ինչպես անեն, որ շատ փող դրա մեջ լինի։ Ու դա հաստատ վնասում է այն մնայուն արժեքների ստեղծմանը, որոնք պետք են։ Հույսով եմ, լիահույս եմ, որ կգա ժամանակ, երբ որ կոմերցիան այդքան էլ արժեք չի ունենա, այլ իսկական մաքուր ազնիվ արվեստը, թեկուզ կինոյում, թեկուզ թատրոնում ավելի արկա կլինի ու ռեժիսորները ուղղակի ոչ թե կմտածեն ինչ անեն, որ փող աշխատեն, այլ կմտածեն ինչ անեն, որ մնան պատմության մեջ, որ վաղը մյուս օրը մեր եկող սերունդը թեկուզ դերասաններ եւ ոչ միայն ուղղակի հանդիսատես այդ ամեն ինչ տեսնի ու հպարտությամբ, ոնց մենք հիմա հպարտությամբ հիշում ենք մեր նախնիների մնայուն արժեքները։ Կուզեմ, որ նորից վերադառնան այդ ժամանակները ու չեմ հավատում, որ չկան մարդիկ, ովքեր կարող են նորից նմանատիպ արժեքներ ստեղծել։